Ամերիկայի Միացյալ Նահանգների նախագահ Թրամփը չի վախենում ուժ կիրառել անհրաժեշտության դեպքում, այս մասին հայտարարել է Սպիտակ տան մամուլի քարտուղար Քերոլայն Լիվիթը, փոխանցում է Sky News-ը։ Նախագահը հստակ հասկացրել է, որ միշտ ձգտում է դիվանագիտության, բայց չի վախենում անհրաժեշտության դեպքում ուժ կիրառել։ Իրանը եւ ամբողջ աշխարհը պետք է իմանան, որ Ամերիկայի Միացյալ Նահանգների բանակն ամենաուժեղն է աշխարհում եւ մենք ունենք հնարավորություններ, որոնք այս մոլորակի վրա ոչ մի այլ երկիր չունի, հավելել է նա։ Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին բրիգադային գեներալ Գենադի Շապովալովին նշանակել է երկրի զինված ուժերի ցամաքային զորքերի նոր հրամանատար։ Նշված հրամանը հրապարակվել է պետության ղեկավարի կայքում։ Նախկին հրամանատար Միխայել Դրապատին հրաժարական էր տվել հունիսի 1-ին ուկրաինական բանակի գլխավոր հրամանատար Ալեքսանդր Սիրսկուի հետ հակասությունների պատճառով կողմերի միջև լուրջ տարաձայնություններ կային ռազմական գործողությունների կառավարման հարցում։ Դրապատուի հրաժարականի ֆոնին տեղի էր ունեցել ռուսական զորքերի հարվածը Դնեպրոպետրովսկի շրջանում գտնվող 239-րդ զորավարժարանին։ Դրապատին ընդգծել էր, որ բանակում յուրաքանչյուր հրամանատար անձամբ պատասխանատու է զինվորների կյանքի համար, մատնանշելով անպատժելիության եւ անտարբերության մթնոլորտը, գրում է Լենտառուն։ Հայաստանից ռուսական ռազմակայանի դուրսբերման հարցը երկկողմանի երկխոսության ընթացքում երբեք չի բարձրացվել։ Այս մասին հայտնել է արտաքին գործերի նախարարության պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան։ Նրա խոսքով Ռուսաստանը Հայաստանի հետ փոխգործակցության շատ լայն շրջանակ ունի, բայց իհարկե ինչպես ցանկացած երկրում կան նաև խնդրահարույց հարցեր, կան իրենց խնդիրներն ու դրամատուրգիան։ Միևնույն ժամանակ Երևանի հետ կանոնավոր երկխոսություն են ընթանում բոլոր գերատեսչությունների միջոցով, որոնք ինչ-որ կերպ առնչվում են բազայի թեմային։ Այդ հարցը գործնական իմաստով երբեք չի բարձրացվել, երևի թե հանրության ներսում փորձագիտական շրջանակներում քննարկվել է։ Սա այլ հարց է, բայց Երևանի հետ շփումներում այդ թեման չի արծարծվել, հավելել է Զախարովան։ Մերձավոր Արևելքում ստեղծված ռազմական քաոսը Ռուսաստանին որևէ դրական բան չի խոստանում, հայտարարել է Ռուսաստանի Դաշնության նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։ Նրա խոսքով տարածաշրջանում պատերազմական իրավիճակը միայն մտահոգություն է առաջացնում Մոսկվայում։ Երբ տարածաշրջանը մատնվում է պատերազմական քաոսի, դա մեզ համար ոչ մի լավ հետևանք չի կարող ունենալ։ Մենք միայն ափսոսանք ենք հայտնում, նշել է Պեսկովը, ընդգծելով, որ Մերձավոր Արևելքը իր կարևորությունն ունի Ռուսաստանի համար, նաև ենթակառուցվածքային առումով։ Ավելի վաղ հաղորդվել էր, որ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հունիսի 17-ին հավանություն է տվել Իրանի միջուկային օբյեկտներին հարվածների պլաններին։ Իրանում Վրաստանի դեսպանատունը իր հայրենակիցներին խորհուրդ է տվել Իրանից դուրս գալ ցամաքային ճանապարհով Ադրբեջանի, Աստարա, Հայաստանի, Նորդուզ, Թուրքիայի, Բազարգան եւ Թուրքմենստանի Բաջկիրանի հետ սահմանային անցակետերով, հաղորդում է Նովոստի Գրուզիան։ Դիվանագիտական առաքելությունը միաժամանակ կոչ է արել Իրանից մեկնելու մտադրություն ունեցող բոլոր անձանց նախապես կապ հաստատել իրենց հետ եւ ստանալ անհրաժեշտ հրահանգները։ Դեսպանատունը նշել է, որ դա կնվազեցնի անկայուն պայմաններում ճանապարհորդելու հետ կապված ռիսկերը։ Իրանում Իսրայելի գործողության նպատակը Իրանի Իսլամական Հանրապետության իշխանության տապալումը չէ, բայց դա կարող է լինել դրա արդյունքը։ Այս մասին Իսրայելի վարչապետ Բենյամին Նեթանյահուն հայտարարել է Կան պետական հեռուստառադիո ընկերությանը տված հարցազրույցում։ Գլխավոր նպատակը իրանական միջուկային սպառնալիքի վերացումն է։ Երկրորդ, անհրաժեշտ է վերացնել բալիստիկ հրթիռների վտանգը։ Միևնույն ժամանակ ակնհայտ է, որ իրանական վարչակարգը անկայուն է լինելու։ Սա չէ նպատակը, բայց դա կարող է լինել արդյունքը, ասել է Իսրայելի կառավարության ղեկավարը, հավելելով, որ դա իրանական ժողովրդի գործն է։ Կրեմլը ուշադրությամբ հետևում է Հայաստանում Տաշիր գրուպի սեփականատեր Սամվել Կարապետյանի կալանավորման հետ կապված իրավիճակին, պատրաստ է նրան տրամադրել անհրաժեշտ աջակցություն որպես Ռուսաստանի Դաշնության քաղաքացու, հայտարարել է Ռուսաստանի Դաշնության նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։ Մենք չենք ցանկանում միջամտել Հայաստանի ներքին գործերին, բայց մեծ ուշադրությամբ հետևում ենք Ռուսաստանի Դաշնության քաղաքացու հետ կապված ամեն ինչին, լրագրողներին ասել է Ռուսաստանի նախագահի մամուլի խոսնակ Դմիտրի Պեսկովը։
Իրանը երբեք չի փորձելու ատոմային ռումբ ստեղծել եւ չի ձգտելու դա անել ապագայում։ Այս մասին հայտարարել է Իրանի Իսլամական Հանրապետության փոխարտգործնախարար Սաիդ Խատիբզադեն։ Իրանը երբեք չի ձգտել միջուկային զենք ունենալ եւ երբեք չի ձգտի դա անել ապագայում, ասել է նա։ Մինչ այս Economist-ը գրել էր, որ Իսրայելը պատերազմ է սկսել Իրանի հետ կապված Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի մասին տեղեկությունների հետ, որոնք պատրաստվում են միջուկային մարտագլխի կհրթիռով զուգակցել։ Հունիսի 19-ի երեկոյան Սպիտակ տունը հայտարարել էր, որ Իրանին մի քանի շաբաթ է անհրաժեշտ միջուկային զենք ստեղծելու համար։ Այս ֆոնին Fox News հեռուստաալիքը հայտնել է, որ ԱՄՆ-ն չի բացառում Իրանում մարտավարական միջուկային զենքի կիրառումը։ Հունիսի 20-ին ժամը առավոտյան 8-ից 9 ընկած ժամանակահատվածում Ադրբեջանի զուստ օրաբաժանումները կրակ են բացել Սյունիքի մարզի ներքին հանդ բնակավայրի ուղղությամբ, ինչի հետևանքով վնասվել է բնակելի տուն։ Տուժածներ չկան, այս մասին հայտնում են Հայաստանի Հանրապետության Պաշտպանության նախարարությունից։ Ադրբեջանական կողմին կոչ են կանում հետաքննել ներքին հանդի բնակելի տան գնդակոծման փաստը եւ հանդես գալ հրապարակային պարզաբանումներով, ասված է հաղորդագրության մեջ։ Վարչապետ Նիկոլ Փաշինյանն աշխատանքային այցով ժամանել է Թուրքիա Ստամբուլի միջազգային օդանավակայանում Հայաստանի Հանրապետության վարչապետին դիմավորել է Թուրքիայի արտաքին գործերի նախարարի տեղակալ Փերիս Էքինջին։ Նիկոլ Փաշինյանը հանդիպում կունենա տեղի հայ համայնքի ներկայացուցիչների հետ։ Երեկոյան կկայանա վարչապետ Նիկոլ Փաշինյանի եւ Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիպ Էրդողանի հանդիպումը։ Գործարար Սամվել Կարապետյանի դեմ գործընթացներ սկսելուն եւ կալանավորմանը զուգահեռ Նիկոլ Փաշինյանը հայտարարել է, հասունացել է պահը, երբ Հայաստանի էլեկտրական ցանցեր ՓԲ-ն պետք է ազգայնացվի։ Դեմոկրատական այլընտրանք կուսակցության նախագահ Սուրեն Սուրենյանցը Եվրամեդիա 24-ի տաղավարում հարցազրույցի ժամանակ անդրադառնալով այս հարցին նշել է, եթե գործընթացը տեղի չի ունենում սեփականատիրոջ հետ համաձայնության ձեռքբերմամբ, ապա դա նշանակում է սեփականության վերաբաժանում քաղաքական շեշտադրված օպոնենտով, ինչը թողնելու է իր բացասական հետևանքները։ Ներդրումային միջավայրը սարսափելի վատանալու է Հայաստանում, ոչ մի ներդրող երկարաժամկետ ծրագիր չի իրականացնելու, որովհետև դա համարելու են, որ պետությունը ամեն րոպե կարող է միջամտել։ Երկրորդը միջազգային արբիտրաժային դատարաններում Հայաստանի դեմ հայցեր են ըստ երևույթին լինելու, մեկը արդեն պղնձամոլիբդենային հետ կա, սա էլ եթե ձևով շարունակեն չեն բացառում։ Եվ վերջապես, օրինակ Տաշիտ պիցաների փակումով արդյոք Սամվել Կարապետյանին են վրասում, չեմ կարծում։ Միլիարդների ունեցվածք ունեցող մարդու նման չնչի սպասարկման ոլորտի չնչի սեգմենտին վնաս տալով Աշխատողներն են զրկվում։ Հարյուրավոր մարդիկ մեր հայրենակիցներ չարքաշ տրանսպորտով գործի գնացող մարդիկ զրկվելու են ապրուստի իրենց միջոցից է տալու հետևանք։ Գործարար Սամվել Կարապետյանի կալանավորման որոշման դեմ բողոք է ներկայացվել Վերաքննիչ քրեական դատարան։ Տեղեկությունը լրատվամիջոցների հետ զրույցում հաստատել է Սամվել Կարապետյանի փաստաբան Ռուբեն Հակոբյանը։ Նշենք, որ հունիսի 18-ին Երևանի ընդհանուր իրավասության քրեական դատարանը դատավոր Արտակ Կարապետյանի նախագահությամբ բավարարել է Սամվել Կարապետյանին կալանավորելու մասին քննիչի միջնորդությունը։ Մերձավոր Արևելքում տիրող իրավիճակի պատճառով Air Arabia ընկերությունը մինչև հունիսի 30-ը դադարեցրել է թռիչքները դեպի Հայաստան, Ադրբեջան, Վրաստան, Իրան եւ Իրաք։ Այս մասին հայտնել է ավիաընկերության կայքը։ Ավիափոխադրողի հայտարարության մեջ ասվում է, որ թռիչքների սահմանափակումները երկարաձգելու որոշումն ընդունվել է ընթացիկ իրավիճակի եւ օդային տարածքի փակման պատճառով։ Նշվում է, որ շարժայով կամ Աբու Դաբիով նշված երկրներ տարանցիկ երթևեկող ուղևորներին չի թույլատրվի վայրեջքը մեկնման կետում։ Կանոնավոր չվերթերի ժամանակավոր չեղարկման կապակցությամբ զբոսաշրջային փաթեթ ներառված տոմս գնաց ուղևորներին խորհուրդ է տրվում դիմել տոմսի գնման տեղին։ Գյումրու երեխաների տուն պոակում հայտնաբերվել է մեկամյա տղայի մարմին, այս մասին հայտնել է Շամշյան.com կայքը։ Հունիսի 17-ին ողբերգական դեպք է տեղի ունեցել Շիրակի մարզում։ Ժամը 06:20-ի սահմաններում ահազանգ է ստացվել ներքին գործերի նախարարության ոստիկանության բաժնում։ Ժամը 05:45-ի սահմաններում շտապօգնության խումբը Գյումրու երեխաների տուն պոակում արձանագրել է նշված մանկատան մեկամյա Շահառուի մահը։ Ոստիկաններին պոակի տնօրենը հայտնել է, որ երեխայի մահացած հայտնաբերել են աշխատակիցները։ Արտաքին զննությամբ դիակի վրա բռնության հետքեր չեն հայտնաբերվել։ Դեպքի փաստով կազմվել են փաստաթղթեր, որոնք փոխանցվել են Հայաստանի Հանրապետության քննչական կոմիտեին։
Եվրամիության տնտեսությունն արդեն իսկ գտնվում է նավթի ու գազի գների աճի ճնշման տակ կապված Իրան-Իսրայել հակամարտության հետ, հայտարարել է Եվրամիության տնտեսական հանձնակատար Վալդիս Դոմբրովսկիսը։ Այս մասին հայտնում է ՌԻԱ Նովոստին։ Նրա խոսքով Մերձավոր Արևելքում հակամարտության սրումը հարվածում է համաշխարհային տնտեսությանը, քանի որ նավթի եւ գազի գներն աճում են էներգակիրների մատակարարման հետ կապված մտահոգությունները։ Դոմբրովսկիսը հավելել է, որ Եվրամիության տնտեսության բաց լինելու պատճառով գլոբալ աճող անորոշությունը, աշխարհաքաղաքական եւ առևտրային լարվածությունը ճնշում են Եվրամիության աճի վրա։ ԱՄՆ հետախուզական ծառայությունները կարծում են, որ Իրանը կարող է սկսել միջուկային զենք ստեղծել, եթե Վաշինգտոնը հարձակվի Ֆորդոյի վրա, կամ եթե Իսրայելը վերացնի գերագույն առաջնորդ Ալի Խամենեին, գրում է The New York Times-ը։ ԱՄՆ հետախուզության տվյալներով Իրանն արդեն կուտակել է հարստացված ուրանի մեծ պաշար, որն անհրաժեշտ է միջուկային ռումբ ստեղծելու համար։ Սպիտակ տան աղբյուրների համաձայն Վաշինգտոնը չի բացառում մարտավարական միջուկային զենքի կիրառումը Ֆորդոյում գտնվող Իրանի ստորգետնյա ուրանի հարստացման օբյեկտին հարվածելու համար։ Նախորդին Axios-ը հղում անելով աղբյուրներին հայտնել էր, որ ԱՄՆ-ն կարող է հարվածել Ֆորդոյում գտնվող Իրանի միջուկային օբյեկտին աշխարհի ամենահզոր ոչ միջուկային ռումբով։ Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը մեկնել է Թուրքիա։ Այսօր հունիսի 20-ին Ստամբուլում տեղի կունենա Թուրքիայի նախագահ Էրդողանի եւ Նիկոլ Փաշինյանի հանդիպումը։ Փաշինյանի գլխավորած պատվիրակության կազմում են արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանը, արտաքին գործերի փոխնախարար Վահան Կոստանյանը, Թուրքիայի հետ կարգավորման գործընթացում Հայաստանի հատուկ ներկայացուցիչ ազգային ժողովի փոխնախագահ Ռուբեն Ռուբինյանը։ Թե ինչ հարցերի շուրջ են զրուցելու Փաշինյանն ու Էրդողանը, օրակարգի վերաբերյալ պաշտոնական որևէ տեղեկատվություն չի տրամադրվել։ Սակայն ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանը օրեր առաջ վստահեցրել էր, որ ուշադրության կենտրոնում կլինի երկկողմ հարաբերությունների ողջ սպեկտրը։ Սա պատմական այց է, որովհետև Հայաստանի Հանրապետության ղեկավարը առաջին անգամ նման մակարդակի այց է իրականացնելու, ասել էր Ալեն Սիմոնյանը։ Ամրություն է մաղթում Սամվել Կարապետյանին։ Վստահ եմ, որ մոտենում է բոլոր ազգային եւ ապօրինի գործողություններին վերջ տալու ժամանակը։ Այս մասին հայտարարել է Հայաստանի Հանրապետության երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը։ Հայտարարության մեջ նշված է. Սամվել Կարապետյանի հետ տեղի ունեցածը գրպանային դատաիրավական համակարգի հերթական ամոթալի գործողություններ։ Ազգային խայտառակությունը, երբ մեծ ներդրողը եւ բարեգործը, ում գործունեության արդյունքները ակնառու են թե Սփյուռքում եւ թե Հայաստանում, առանց որևէ հիմքի բանտ է նետվում հայ առաքելական Սուրբ եկեղեցուն ի պաշտպանություն հանդես գալու համար։ Այս խայտառակ իրավիճակից միակ ելքը իշխանափոխությունն է, այլապես արագ գլորվում ենք դեպի տոտալ բռնապետություն մեր պետականության համար անկանխատեսելի հետևանքներով։ Ամրություն եմ մաղթում Սամվել Կարապետյանին, վստահ եմ, որ մոտենում է բոլոր ազգային եւ ապօրինի գործողություններին վերջ տալու ժամանակը, նշել է Ռոբերտ Քոչարյանը։ Երևանում այսօր հունիսի 20-ին մեկնարկել է միավորվելով հանուն սոցիալական արդարության խորագրով միջազգային համաժողովը, այն անցկացվում է արդեն 3-րդ անգամ։ Համաժողովին մասնակցում է Հայաստանի Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանը, Հայաստանի Հանրապետության աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարար Նարեկ Մկրտչյանը։ Վերջինս նշել է, որ այս համաժողովը եւս մեկ հնարավորություն է քննարկելու ունեցած ձեռքբերումները, ոլորտային մարտահրավերներն ու համագործակցության հնարավորությունները։ Հայաստանում ԵՄ առաքելության ղեկավար Մարկուս Ռիտերը միացել է պարեկությանը Տավուշի մարզում եւ դիտարկել իրավիճակը հայ-ադրբեջանական սահմանին։ Հայտնել են Հայաստանի Հանրապետությունում ԵՄ առաքելության մամուլի ծառայությունից ԵՄ-ն հպարտ է համայնքի հանդեպ վստահության համար եւ հավատարիմ կմնա տարածաշրջանի անվտանգությանը, նշվում է հաղորդագրության մեջ։ Հայաստանի Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանը հրամանագիր է ստորագրել Լիանա Եդիգարյանին Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության քրեական դատարանի դատավոր նշանակելու մասին։ Ռուսաստանի Դաշնության արտգործնախարարության պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան հայտարարել է, որ Ռուսաստանը պաշտոնապես պահանջում է Իտալիայի պետական հեռուստարադիոընկերությունից պաշտոնական ներողություն լրագրող Մարկո Ֆրիտելլայի կողմից Կրեմլի վրա հարված հասցնելու հրապարակման համար։ Զախարովան ընդգծել է, որ չնայած հրապարակման արագ հեռացմանը, Մոսկվան միջադեպն ավարտված չի համարում։ Նրա խոսքով նման կոչերը խոսքի ազատության վտանգավոր սահմաններ են հատում։ Մոսկվան ակնկալում է նաև Իտալիայի իշխանությունների հրապարակային արձագանքը։
Ռուսաստանի Դաշնության նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը հայտարարել է, որ Մերձավոր Արևելքի հակամարտությունում Ռուսաստանի միջնորդությունը կարող են ընդունել միայն հակամարտության կողմերը, այլ ոչ թե Միացյալ Նահանգների նախագահ Դոնալդ Թրամփը։ Թրամփը նման որոշում ընդունելու իրավասություն չունի, նշել է Պեսկովը։ Նրա խոսքով Ռուսաստանը դեռևս չունի հստակ տեղեկություններ ԱՄՆ հնարավոր ներգրավման մասին Իսրայել-Իրան հակամարտությունում, սակայն նման զարգացումը կարող է նոր լարվածություն առաջացնել տարածաշրջանում, գրում է Լենտարուն։ Ավելի վաղ Պեսկովը նշել էր, որ այս պահին Ռուսաստանի Դաշնության միջնորդական դերը պահանջարկ չունի, սակայն կանխատեսել, թե իրավիճակն ինչպես կզարգանա, դեռ դժվար է։ Հունիսի 19-ին Ուկրաինան եւ Ռուսաստանը հերթական ռազմագերիների փոխանակումն են իրականացրել Ստամբուլում ձեռք բերված պայմանավորվածության շրջանակներում, հայտնում են երկու կողմերի պաշտոնական աղբյուրները։ Ուկրաինայի նախագահ Վոլոդիմիր Զելենսկին հրապարակել է լուսանկարներ ազատված ուկրաինացի զինծառայողների մասնակցությամբ, որոնց մեծ մասը գերեվարվել էր պատերազմի առաջին ամիսներին։ Կիևի տվյալներով ազատված զինվորները հիվանդ կամ վիրավոր են եղել։ Ռուսաստանի պաշտպանության նախարարությունն էլ հայտարարել է, որ փոխանակված ռուս գերիներն ուղարկվելու են բուժման եւ վերականգնման։ Կողմերը չեն նշել փոխանակված գերիների հստակ թիվը, հայտնում է Reuters-ը։ Ֆինլանդիայի խորհրդարանը քվեարկել է Օտավայի համաձայնագրից դուրս գալու օգտին, որը արգելում է հակահետավորականների օգտագործումը։ Որոշումը պայմանավորված է Ռուսաստանի ռազմական սպառնալիքով, հատկապես այն բանից հետո, երբ Մոսկվան լայնորեն կիրառել է ականներ Ուկրաինայում։ Ֆինլանդիան միանում է Բալթյան երկրներին եւ Լեհաստանին, որոնք եւս որոշել են դուրս գալ համաձայնագրից։ Ֆինլանդիայի նախագահ Ալեքսանդր Ստուբը նշել է, որ իրենց նպատակն է պաշտպանել երկիրը հարևան ագրեսիվ եւ իմպերիալիստական Ռուսաստանի վտանգից։ Երկիրը կարող է 6 ամիս անց սկսել ականների պահեստավորումը։ Միաժամանակ ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիո Գուտերեշը մտահոգություն է հայտնել մի շարք երկրների նման որոշումների վերաբերյալ, կոչ անելով պահպանել հումանիտար զինաթափման նորմերը, հայտնում է Reuters-ը։ Ադրբեջանցի զինծառայողները կմասնակցեն Թուրքիայի Քոնյա քաղաքում կայանալիք անատոլիական արծիվ միջազգային զորավարժություններին։ Այս մասին հայտարարել է Թուրքիայի ազգային պաշտպանության նախարարության ներկայացուցիչ Զեքի Ակթուրքը ամենշաբաթյա ճեպազրույցի ժամանակ զորավարժություններին Ադրբեջանից եւ Թուրքիայից բացի կմասնակցեն ԱՄՆ-ի, Քաթարի, Հունգարիայի, Եգիպտոսի, Սաուդյան Արաբիայի եւ Հորդանանից ցամաքային ռազմածովային եւ ռազմաօդային ուժերի անձնակազմերը։ Բուլղարիան, Բրազիլիա, Մալայզիա, Մալին եւ Նիգերիան զորավարժություններին կներկայացվեն որպես դիտորդ երկրներ։ Զորավարժությունները կտևեն հունիսի 23-ից հուլիսի 4-ը։ Իսրայելի օդային հարվածները Իրանի տարածքում ուղղված են ոչ միայն միջուկային եւ հրթիռային կարողությունները ոչնչացնելու, այլ նաեւ Իրանի գերագույն առաջնորդ Ալի Խամենեիի ռեժիմի հիմքերը խարխլելու։ Ըստ Իսրայելի եւ արևմտյան աղբյուրների Բենյամին Նեթանյահուի կառավարությունը նպատակ ունի ստիպել Թեհրանին էական զիջումների միջուկային հարստացման եւ ռեգիոնալ ռազմական գործունեության դադարեցման հարցում։ Վերջին օրերին Իսրայելը հարվածել է նաեւ Իրանի պետական հիմնարկներին, այդ թվում ոստիկանության եւ պետական հեռուստատեսության շենքերի։ Մինչդեռ տարածաշրջանային փորձագետները զգուշացնում են, որ ռեժիմի անկումը կարող է հանգեցնել ներքին քաոսի եւ քաղաքացիական պատերազմի, հաշվի առնելով Իրանի էթնիկ բազմազանությունը, հայտում է Reuters-ը։ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը շարունակում է պայել անորոշություն սպառնալով Իրանի դեմ ռազմական գործողություններով, սակայն թույլ տալով Իսրայելին ժամանակ շահել իր ռազմարշավը շարունակելու համար։ Մինչդեռ Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը, ինչպես նաև Մերձավոր Արևելքի որոշ երկրներ զգուշացնում են, հարկադրական ռեժիմափոխությունը կարող է ամբողջ տարածաշրջանը մղել անկայունությամբ։ Հունիսի 18-ի դրությամբ ագարակի անցակետով Իրանից Հայաստան է մուտք գործել Չինաստանի ավելի քան 600 քաղաքացի, հայտնել է Հայաստանում Չինաստանի դեսպանատունը։ Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ երեկ երեկոյան Իրանից մեղրի է ժամանել Ռուսաստանի 44 քաղաքացի։ Իրանի արտաքին գործերի նախարար Աբբաս Արաղչին Իսրայելի հետ հակամարտության սկսվելուց հետո մի քանի անգամ ուղիղ հեռախոսազրույց է ունեցել ԱՄՆ նախագահի հատուկ բանագնաց Սթիվ Ուիթկոֆի հետ։ Այս մասին տեղեկացնում է Reuters-ը։ Հաղորդվում է, որ կողմերը քննարկել են տարածաշրջանային լարվածության հաղթահարման եւ հնարավոր դիվանագիտական լուծումների տարբերակները։
Reuters-ի տվյալներով ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփն արդեն մայիսին գիտեր, որ Իսրայելի հարվածները Իրանի դեմ անխուսափելի են, եւ Պենտագոնը սկսեց գաղտնի նախապատրաստվել Իսրայելին աջակցելու համար։ Վերջին շաբաթներին Թրամփը դադարեց խոչընդոտել հարվածները, իսկ ամերիկյան զինամթերքի խմբականակն ուղղվեց Մերձավոր Արևելք Ուկրաինայի փոխարեն։ Թրամփը, որն իրեն միշտ խաղաղարար էր, ներկայացրել վերջականապես համոզվեց Իսրայելին սատարելու արծում դաշնակիցների ճնշմամբ եւ դիվանագիտական լուծման ձախողումից։ Հունիսի 12-ի գիշերը Իսրայելը սկսեց լայնածավալ հարվածներ հասցնել Իրանի ռազմավարական օբյեկտներին ԱՄՆ-ի փաստացի համաձայնությամբ։ Մինչ այժմ հարվածները Իրանի միջուկային ծրագրին միայն մի քանի ամսով են հետ գցել։ Ամերիկյան հետախուզության գնահատմամբ, սակայն միայն ԱՄՆ-ն ունի հնարավորություն Ֆորդոյի կայանը խոցելու համար։ Եվ Թրամփը մտածում է այդ քայլին գնալու մասին, ինչը կարող է ավելի խորացնել պատերազմը։ ԱՄՆ պաշտոնյաները նախապատրաստում են Իրանի հնարավոր հարվածը, գրում է Bloomberg-ը։ Գործակալության զրուցակիցների խոսքով քննարկվում են առաջիկա հանգստյան օրերին հարված հասցնելու հնարավոր ծրագրերը։ ԱՄՆ-ի վարչակազմից պաշտոնապես չեն հաստատում, The Wall Street Journal-ն էլ գրել է, որ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը Իրանի վրա հարձակվելու ծրագիր է պատրաստել, հավանություն տվել ու ներկայացրել իր ավագ օգնականներին։ Ռուսաստանի Դաշնության պաշտպանության նախարարության հաղորդմամբ ուկրաինական զուն փորձել է հարվածել Աստրախանի եւ Վոլգոգրադի մարզերին։ Ռուսաստանի հոբուժերը ըստ հաղորդագրության ժամը 17:00-ից մինչ 19:30-ը ոչնչացրել են 3 ինքնաթիռային տիպի անօդաչու թռչող սար։ Մեկ անօդաչուի խոցում արձանագրվել է Վոլգոգրադի մարզում, եւս 2 Աստրախանի երկնքում։ Այլ մանրամասներ ռուսական կողմը չի հայտնել։ Մեղրի անցակետում Իրանից եկող մարդկանց հոսքը չի դադարում։ Այս գիշեր Իրանից Հայաստան են եկել նաև Ռուսաստանի մի խումբ քաղաքացիներ։ Կադրերում երևում է, թե ինչպես են նրանք նստում ավտոբուս Երևան տեղափոխվելու համար։ Իրանն ավարտել է անօդաչուների կիրառմամբ Իսրայելի դեմ գործողության 6-րդ փուլը, գրում է Թասնիմը։ Իրանի Իսլամական Հանրապետության բանակի ոչնչացող տասնյակ անօդաչու թռչող սարքեր, որոնք համալրված են մարտագլխիկներով, արձակվել են Իսրայելի ուղղությամբ եւ ծանր վնաս հասցրել, թիրախներին ասվում է հաղորդագրության մեջ։ Իրանի բնակիչները տեսագրել են թռիչքի անսովոր հետագծով հրթիռ, որն իրանցի զինվորականները արձակել են Իսրայելի ուղղությամբ, հայտում է RT Telegram ալիքը Ֆարս լրատվական գործակալության փոխանցմամբ, սա նոր սերնդի հրթիռի արձակումն է։ Գերմանիայի արտաքին գործերի նախարար Յոհան Վադեֆուլը բաց է անվանել Ուկրաինային հեռահար Թորոս հրթիռների մատակարարման հարցը։ Նա ընդգծել է, որ մտադիր չէ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինին հայտնել, թե ինչ է անում Բերլինից։ Մոսկվան պետք է պատրաստ լինի, որ Գերմանիա կաջակցի Ուկրաինային, ասել է քաղաքական գործիչը։ Ուկրաինան կարող է հույսը դնել Գերմանիայի վրա։ Մենք նրան կդնենք այնպիսի դիրքում, թե ռազմական, թե տնտեսական, որպեսզի նա չպարտվի այս պատերազմում, որպեսզի կարողանա հաղթել եւ պաշտպանել իր տարածքն այնպես, որ կարողանա մտնել խելամիտ բանակցային գործընթացի մեջ, ասել է Վադեֆուլը։ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը լրագրողների հետ զրույցում հայտնել է, որ չի ցանկանում միջամտել Իսրայելի եւ Իրանի հակամարտությանը։ Թղթակիցներից մեկը երկրի ղեկավարին հարցրել է, թե ինչ է ուզում ասել ամերիկացիներին, ովքեր չեն ցանկանում, որ իրենց երկիրը նորից պատերազմի մեջ մտնի։ Ես էլ չեմ ուզում միջամտել, բայց արդեն 20 տարի, գուցե ավելի շատ, ես ասում եմ, որ Իրանը չի կարող միջուկային զենք ունենալ, պատասխանել է Թրամփը։ Նա հավելել է, որ Իրանի պաշտոնյաները ցանկանում են գնալ Վաշինգտոն քննարկելու հնարավոր բանակցությունները, սակայն Թրամփի խոսքով հանդիպման ժամանակն անցել է, առաջնորդը նշել է, որ ինքը գաղափարներ ունի, թե ինչ անել։ Ես սիրում եմ վերջնական որոշում կայացնել այն ընդունելուց վայրկյաններ առաջ, քանի որ ամեն ինչ փոխվում է հատկապես պատերազմի ժամանակ, ամեն ինչ կարող է մի ծայրահեղությունից մյուսը գնալ, եզրափակել է Թրամփը։ Ուկրաինան պետք է հասկանա, որ իրավիճակը փոխվել է հատուկ ռազմական գործողության մեկնարկից հետո եւ ընդունել ներկա իրողությունները։ Այս մասին ասել է Ռուսաստանի Դաշնության նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը SPIF 2025-ի շրջանակում, փոխանցում է ՌԻԱ Նովոստին։ Ուկրաինան անշուշտ պետք է հասկանա, որ իրավիճակը փոխվել է 3 տարի առաջվա համեմատությամբ։ Ուկրաինան պետք է հասկանա իրողությունները եւ ընդունի դրանք, ասել է Կրեմլի խոսնակը։ Սրբազան, գնա շարունակիր քեռուդ կնգան դոմփել, ինձ հետ ինչ գործ ունես։ Դժվար է հավատալ, բայց հենց այս խոսքերով է Հայաստանի Հանրապետության վարչապետը մայիսի վերջին սկսել աննախադեպ արշավ եկեղեցու ղեկավարության դեմ, գրում է BBC-ի ռուսական ծառայությունը։
Նիկոլ Փաշինյանի կառավարությունն ու հայ առաքելական եկեղեցին երբեք դաշնակիցներ չեն եղել։ Վարչապետը քննադատել է եկեղեցու հիերարխիան նախորդ կառավարության հետ ունեցած կապերի համար, որը նա անվանել է հանցավոր ռեժիմ։ Եկեղեցին մինչդեռ կասկածանքով էր նայում նրա երիտասարդ թիմին, որն աշխատում էր արևմտամետ հասարակական կազմակերպություններում աշխատելու փորձով։ Ղարաբաղյան երկրորդ պատերազմում կրած պարտությունից հետո ամենայն հայոց կաթողիկոս Գարեգին II-ը կոչ արեց Փաշինյանին հրաժարական տալ եւ հարաբերությունները վերջնականապես վատթարացան, բայց աշխարհիկ եւ հոգեվոր իշխանությունները սովորեցին գոյակցել եւ ինչ որ կերպ հարմարվել միմյանց մինչեւ անցյալ շաբաթ, երբ վարչապետը կաթողիկոսին կոչ արեց հրաժարական տալ։ Վերջին ուսումնասիրությունները ցույց են տալիս, որ հայ առաքելական եկեղեցուն, որին դավանում է հայերի մեծամասնությունը, ավելի շատ են վստահում, քան կառավարությանը։ Այժմ Փաշինյանի եւ կաթողիկոսի հակամարտությունը սպառնում է ել ավելի պառակտել հայ հասարակությանը, ազդել հաջորդ տարի կայանալիք ընտրությունների ելքի վրա եւ բացասաբար անդրադառնալ Ադրբեջանի հետ խաղաղ բանակցությունների վրա, ինչը կանրադառնա ողջ տարածաշրջանի վրա, գրում է BBC-ն։ Իրանը մոտ 2 տասնյակ մարդ է ձերբակալել, ովքեր կասկածվում են իսրայելական անօդաչու թռչող սարքերի հավաքման մեջ, հաղորդում է իրանական Մեհեր գործակալությունը։ Ըստ տեղեկությունների 18 իսրայելական գործակալներ ձերբակալվել են արևելյան Մաշհադ քաղաքում։ Նրանք գաղտնի աշխատում էին Իսրայելի համար հետախուզական եւ հարձակողական անօդաչու սարքերի նախագծման համար։ Հունիսի 19-ին Իսրայելի պաշտպանության բանակի մամուլի ծառայությունը հայտարարեց, որ Իսրայելի ռազմաօդային ուժերը մի շարք հարվածներ են հասցնում Իրանի մայրաքաղաքին եւ Իսլամական Հանրապետության այլ շրջաններին։ Հունիսի 18-ին Իրանի ոստիկանությունը հաստատել է, որ Իսրայելը հարվածել է Թեհրանում գտնվող իր շտաբին։ Գերմանիայի, Ֆրանսիայի եւ Մեծ Բրիտանիայի արտաքին գործերի նախարարներ Յոհան Վադեֆուլը, Ժան-Նոել Բարոն եւ Դեյվիդ Լամին միջուկային հարցերի շուրջ բանակցություններ կվարեն Իրանի արտգործ նախարար Աբբաս Արաղչիի հետ։ Հանդիպումը տեղի կունենա Ժնևում ուրբաթ օրը հունիսի 20-ին, հայտնում է Reuters-ը։ Բանակցություններին կմասնակցի Եվրամիության արտաքին գործերի նախարար Կալասը։ Բանակցությունները կսկսվեն Գերմանիայի հյուպատոսությունում եվրոպացի նախարարների հանդիպումով։ Դրան կհաջորդեն իրանական կողմի հետ համատեղ խորհրդակցությունները։ Նախարարները նախ կհանդիպեն Եվրամիության արտաքին գործերի նախարարի հետ, ապա համատեղ հանդիպում կանցկացնեն Իրանի արտաքին գործերի նախարարի հետ, հայտնում է գործակալությունը։ Իսրայելի պաշտպանության բանակի մամուլի ծառայությունը հայտնել է, որ հրեական պետության ռազմաօդային ուժերը ներկայումս մի շարք հարվածներ են հասցնում Իրանի մայրաքաղաքին եւ հանրապետության այլ շրջաններին։ Այս մասին հայտում է գերատեսչության Telegram ալիքը։ Գերատեսչության հաղորդագրության մեջ այլ մանրամասներ չեն նշվում։ Եվրամիությունը հաստատել է պաշտպանական նախագծերի ֆինանսավորման 1.5 միլիարդ եվրոյի ծրագիրը, այս մասին հայտում է Reuters գործակալությունը, հղում անելով դիվանագիտական աղբյուրների։ Աղբյուրի համաձայն բաղադրիչների առնվազն 65%-ը պետք է ձեռք բերել Եվրամիությունից կամ գործընկեր երկրներից։ Բացառություններ են նախատեսված կրիտիկական տեխնոլոգիաների համար։ Վերջնական հաստատումը սպասվում է երկուշաբթի։ Համաձայնությունը ձեռք է բերվել չնայած սահմանափակումների վերաբերյալ քննադատություններին։ Որոշ երկրներ դժգոհում են, որ եվրոպական կանոնները չափազանց խիստ են, ասվում է հայտարարության մեջ։ Հիմնադրամը լինելու է վերազինման ծրագրի առաջին փուլը, պաշտոնյաներն այդ գումարն անվանում են համեստ, սակայն չեն բացառում լրացուցիչ ֆինանսավորումը։ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը մասսավոր կերպով հաստատել է Իրանի վրա հարձակվելու ծրագրերը, գրում է The Wall Street Journal-ը։ Հրատարակության տվյալներով դա տեղի ունեցել երեքշաբթի հունիսի 17-ի երեկոյան, երբ քաղաքական գործիչը զրուցել է իր ավագ օգնականների հետ։ Պետության ղեկավարը բացատրել է, որ ինքը հետաձգում է վերջնական հրամանը տեսնելուն, թե արդյոք Իրանը կհրաժարվի իր միջուկային ծրագրից։ Հունիսի 18-ի երեկոյան լրագրողների զրույցում ամերիկացի առաջնորդն ասել է, որ չի ցանկանում միջամտել Մերձավոր Արևելքի հակամարտությանը, սակայն Իսլամական Հանրապետությունը չի կարող միջուկային զենք ունենալ։ Նրա խոսքով Իրանի պաշտոնյաները ցանկանում են գնալ Վաշինգտոն քննարկելու հնարավոր բանակցությունները, սակայն հանդիպման ժամանակն անցել է։ Միաժամանակ առաջնորդը նշել է, որ իր անելիքի մասին պատկերացումներ ունի։ Մոսկվան Վաշինգտոնից նոր առաջարկներ է սպասում ռուս-ամերիկյան հարաբերություններում խնդրահարույց հարցերի շուրջ երկխոսությունը շարունակելու համար։ Այս մասին ասել է Ռուսաստանի Դաշնության արտաքին գործերի նախարարության պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան։ Նա տեղեկացրել է, որ երկու երկրների միջև գործում է այսպես կոչված խոցելի հարցերի շուրջ խորհրդակցությունների մեխանիզմ։
Նրա խոսքով արդեն կայացել է բանակցությունների 2 փուլ, իսկ երրորդը նախատեսված էր, սակայն Միացյալ Նահանգներն հայտնել էր, որ չի կարող մասնակցել քննարկումներին ավելի վաղ համաձայնեցված ժամկետներում։ Այժմ, ինչպես նշել է Զախարովան, շարունակվում են շփումները եւ Մոսկվան ամերիկյան կողմից հանդիպման նոր ժամկետներ է ակնկալում։ Դիվանագետը նաեւ հիշեցրել է, որ փոխգործակցությունը շարունակվում է նաեւ այլ ուղիներով, դեսպանությունների միջոցով, ինչպես նաեւ պետությունների ղեկավարների եւ արտաքին քաղաքական գերատեսչությունների ղեկավարների միջև հեռախոսային բանակցությունների միջոցով։ Հունիսի 20-ին Թուրքիայում Նիկոլ Փաշինյան Իլհամ Ալիև հանդիպում նախատեսված չէ։ Այս մասին լրատվամիջոցներին հայտնել է վարչապետի մամուլի խոսնակը։ Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ Նիկոլ Փաշինյանը հունիսի 20-ին Թուրքիա կմեկնի այդ երկրի նախագահի հրավերով։ Թուրքիայի նախագահի հաղորդակցության վարչության պետ Ֆահրեթին Ալթունը հայտարարել էր, որ Ռեջեփ Էրդողանը Նիկոլ Փաշինյանին կընդունի Ստամբուլում։ Էրդողանի հրավերով այսօր Ստամբուլում է գտնվում նաև Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը։ Եղանակը առաջիկա օրերին Հանրապետության տարածքում հունիսի 19-ից 3-ը 20-ին 24-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։ Հունիսի 21-ից 23-ի կեսօրից հետո առանձին շրջաններում սպասվում է կաճատև անձրև եւ ամպրոպ, հնարավոր է նաեւ կարկուտ։ Օդի ջերմաստիճանը հունիսի 19-ից 3-ը 20-ից 21-ին աստիճանաբար կբարձրանա 4-ից 6 աստիճանով։